Այսօր այնքան գործ ունեմ, սիրելիներս, ուրեմն քանի որ եղանակները բացվել են, ավելի շոկերն են, ավելի շոկ, ու դրա պատճառով ես այսօր մի մեծ միջոցառման տեսնում եք, ինչքան բազմագույն է իմ սեղանը, պատրաստելու եմ իմ սմուզիները, կամպոտները, որոնք լինելու են միջոցառման հյուրասիրություն։ Սիրելիներս, բայց այդ ժամանակ էլի պարապ չեմ մնում, ուզում եմ ձեզ ասեմ, ինչ տարբերություն եւ ում է կարելի եւ չի կարելի, նույնիսկ ես հյուրասիրության ժամանակ երկու տեսակ եմ պատրաստում։ Մեկը թար, ելակի սմուզի, մյուսը պատրաստում եմ եփված կամպոտ։ Եվ հիմա ձեզ ասեմ, երբ որ դուք ունեք ստամոքսի հետ կապված խնդիր, կամ ունեք ինչ-որ առողջական գանգատներ, որը որ ձեր օրգանիզմը չի մարսում, թարմ սմուզիները իրանք ավելի վիտամին C-ն ավելի շատ է եւ գրգռիչ հատկություն ունի։ Դրա համար բոլոր այն մարդկանց եւ երեխաներին, ովքեր որ ունեն խնդիրներ, ես իրանց համար այս մրգերը անում եմ կամպոտներ, որովհետեւ կամպոտի ժամանակ ավելի դյուրամարս է դառնում, ավելի ապահով է լինում, քանի որ գիտեք, չնայած ես լվանալուց միշտ քացախ եմ լցնում բոլոր հատապտուղների մեջ, բաղադրությունը կդնեմ թարմի ժամանակ եւ կամպոտի ժամանակ, երբ որ մի քիչ թանձր է լինում, խմելը դժվար է լինում, դրա համար ավելի լավ է, որ բաղադրությունը ավելի կոնկրետ լինի, ավելի հավասար չափերով, որպեսզի ինքը հեշտ լինի ըմպելը, քանի որ միջոցառման եմ տանելու եւ այդ միջոցառման ժամանակ տարբեր մարդիկ են լինելու, սիրելիներս, այստեղ ես ունեմ մանգոյի սմուզի, ունեմ dragon fruit, ունեմ կիվի, հիմա գազօջախին պատրաստվում է ինձ մոտ մոշի կամպոտը եւ մոշի սմուզին եմ անելու եւ կանանչ գույնը ինձ մոտ այսօր լինելու է կիվին կանանչ խնձորով։ Շատ է լինում, երբ որ առիթներ են ունենում եւ փոխանակ գազիրովնի ջրեր բան խմեն, պատվիրում են եւ ես մեծ հաճույքով անում եմ։ Սմուզին պատրաստ է, սա թարմն է եւ հետո լինելու է եփված կամպոտը։ Քանի որ մարդես հանկարծակի հյուրերի մեջ մեկը ունենա ստամոքսի խնդիր, ես ապահով, քանի որ հյուրասիրում ես Նազիկ ջան, ուրեմն հյուրասիրի տեղը տեղին։ Կարմիր գույնը ելակը մատուցելու ենք կարմիր պիտակներով, տեսեք ինչ սիրուն է, մի փոքր փրփրում է, քանի որ ինքը թարմ է եւ հարելուց, բայց ինքը երբեմն շատ գազեր է տալիս երեխաներին։ Դրա համար ես աշխատում եմ անպայման, դե գիտեք, ինձ մոտ նաև երեխաներ են սնվում, իմիջիալոց ասեմ, երևի թե այդ բալիկը կնայի, մի տղա ունեմ, որը 2 շաբաթում ինքը նիհարել է 15 փաունդ, ջահել երեխա է, փոքր, 11-12 տարեկան, մի հրաշք տղա, որը որ սենց որոշել է, զանգել է ու ասել է Նազիկ տատիկ, ես ուզում եմ, ես կանեմ, ես էլ պատրաստ եմ բոլորին օգնելու, այնպես որ առաջի օրը դժվար է լինում, քանի որ քիմքը սովոր է քաղցր բաների, հետո արդեն սիրելիներս, երեխաները հարմարվում են, սիրում են, քանի որ շոկերն է, ամառը, սիրելիներս, օգտվեք այս թարմը հյութերից, ամբողջովին թար, որը ձեզ կտա լավ տրամադրություն, ձեր առողջությանը վնաս չի տա, այլ դուք կունենաք առողջ մարմին, առողջ հոգի, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մենք լինենք առողջ։ Դրա համար ինչ ենք անում, օգտվում ենք այս հրաշք գույներից, սիրելիներս։ Երբ որ վերջացնեմ, ամբողջը ձեզ կնկարեմ։ Լավ եղեք, առողջ եղեք։